Ծաղկազարդ դուռը ոչ թե կտավին, այլ եռահարկ շենքի վրա է բազմաբնակարանը Երևանի կենտրոնում նկարչի ստորագրությունը պատին։ Հիմա շատ ընդունված ձև է, երբ որ դու ինչ-որ մի հասցես թողնում, մարդիկ հեշտությամբ քեզ գտեն։ Ռոբերտ Նիկողոսյանը գարնան վերջին է դունավորել Փարպեցի փողոցի այս շքամուտքը բնակիչներին դուր է եկել, ասում է Street Art-ի իր լուծումը։ Քաղաքի ամենասովորական շարքային շինության վրա անցորդների ուշադրությունը գրավող տեսարան է ստացել։ Ամենած հատվածներն եմ արել ու փորձել եմ բազալտի վրա չանդրադառնալ ինչ-որ ձևով, որտեղ բազալտը ամեն դեպքում ինքը ֆասադ է համարվում։ Փորձում եմ ուշադրություն դարձնել, որ շենքի ճարտարապետական տեսքին չվնասեմ։ Երիտասարդը մոտ 10 տարի ինչ գրաֆիկայով է զբաղվում, տարբեր շարքեր, գործեր ունի արվեստի այս ժանրում։ Շատ նաև սեփական տներ, բակեր է գեղեցկացրել, գորշ պատերին հին հայկական կամարներ, պատուհան ու կանաչ ավելացրել, բնականաբար տանտերերի առաջարկով։ Մայրաքաղաքային այս շենքի նկարազարդումը պարզվում է ստանձնել է տարածքի տնտեսվարողներից մեկի պատվերով։ Հարևան շենքի մուտքին զուգահեռ աչք շոյող պատկերներով փակել են նաև դիմացի շին հրապարակից փողոցն առանձնացնող անխնամ պատնեշը։ Արձագանք չեմ ստացել քաղաքապետարից, բայց վստահ եմ, որ պետք է որ հավանեն 99.9%-ով։ Իրականում շատ տգեղ տեսարան էր, կիսական շինություն։ Սա մետաղյա թիթեղ է, որի վրա նախաներկ ենք արել, այսպես ասած, ու փորձել ենք